Երբեմն հարց են տալիս, չես լսում, կամ լսում ես, պատասխանելդ չի գալիս, ու առհասարակ խճերն են տիրապետում հարց տալու կանոններին։ Մեծամասնության տված հարցերը լսելիս կամ ուզում ես քնել, կամ բարկանալ։ 5 կետ հարցերն արդյունավետ ձևակերպելու համար։ Առաջինը. հարցդ հնչեցրու բարձր, լսելի ձայնով, ոչ թե գոռալով, այլ դիմացինին լսելի, հասանելի ձայնով, որպեսզի մարդը հավելյալ չխնդրի կրկնել մի քիչ բարձր։ Երկրորդ. որովհետև, քանի որ իդեպ, քանզի եւ նման այլ շաղկապներն օգտագործում ենք իբր հարցը լրացնելու համար, սակայն դեպքերի 99%-ում սրանք մեր միտքը շեղում են բուն հարցից, որից հետո դիմացինից լսում ենք եւ ձեր խոսքում հարցը որն է չհասկացա։ Պետք է հնչեցնել բուն հարցը, ոչ թե ինչու կամ երբ է ծնվել այն ու մենք ինչ ենք արել, որ դա լուծվեր, չլիներ կամ լիներ։ Եթե կհարցնեն հավելյալ, կպատասխանենք։ Երրորդ. հարցը ցանկալի է լինի մեկ միավոր, ոչ թե հարցերի փաթեթ, այլ մեկ հարց, մեկ երևույթի վերաբերյալ։ Չորրորդ. հարցին նախաբանների կարիք չկա, ինչպիսիք են ողջույն, ես հարց ունեմ, ինձ ուզում է այսինչ հարց, բարև ձեզ, կարող եմ ձեզ մի հարց ուղղել։ Եվ 5-րդ. ինքներս ներկայանում ենք այն դեպքում, եթե ֆորմատն է այդպիսի, կամ խնդրել են հարցից առաջ ներկայանալ։ Հակառակ դեպքում անիմաստ ժամանակի վատնում է համարվում հարցը հնչեցնելուց կես ժամ առաջ ներկայացնել մեզ եւ մեր տոհմածառը։